Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Նախընտրական պայքարը թեժանում է, ինչ ուղերձներով են հանդես գալիս քաղաքական ուժերը։ Թուրքերը այսօր բացում են, ինչ է շշնջում Միրզոյանը Փաշինյանի ականջին։ Սյունիքը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, ինչ լուծումներ են առաջարկվում։ Հորմուզի նեղուցը դառնում է միջազգային ճնշման կենտրոն, ով է վերահսկում իրավիճակը։ Հայաստանի նախընտրական մթնոլորտը օր-օրի ավելի է թեժանում։ Հայաստանի տարբեր մարզերում, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում քաղաքական ուժերը հանդիպում են բնակիչների հետ, ներկայացնում իրենց ծրագրերը, խոսում ապագայի մասին ու փորձում մարդկանց համոզել, որ հենց իրենք են այն ուժը, որը կարող է ապահովել անվտանգ, խաղաղ ու ավելի կայուն վաղվա օր։ Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր ուժը Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քարոզարշավը անցկացրել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում։ Դաշինքի ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում քննադատել են գործող իշխանության գործելավոճը, նշելով, որ ներկայիս իշխանությունը հասարակության մեջ փորձում է վախի մթնոլորտ ձևավորել։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով իշխանությունը փորձում է ընտրողներին համոզել, թե իր օգտին չքվեարկելու դեպքում երկիրը կարող է կանգնել նոր պատերազմի վտանգի առաջ։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանը ինչ էր խոստանում։ Երջանկություն, բարեկեցություն, հաղթանակ եւ ամենակարևորը հպարտություն։ Նույնիսկ հպարտ քաղաքացու անձնագրեր էր տպել եւ փողոցում բաժանում էր։ Հպարտ քաղաքացու անձնագրի վրա Հայաստանի Հանրապետությունը չուներ են կոնտուրը, որ այսօր ունի այն ուրվագիծը, որ ունի այն Հայաստանը, որը Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները կպցնում են իրենց դոշերին։ Հպարտ Հայաստանի անձնագրի վրա Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը միասնական էին։ Այսօր, երբ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Նիկոլ Փաշինյանի ձախող կամ գիտակցված քաղաքականության արդյունքում դա դեռ դատաքննությունը պիտի պարզի, երբ Արցախում բուն են դրել ադրբեջանցի ասկյարները, Նիկոլ Փաշինյանը ուզում է հպարտ քաղաքացու փոխարեն ունենալ վախեցած քաղաքացիների մի բազմություն։ Եվ Նիկոլ Փաշինյանը ձեզ վախեցնում է, որ եթե դուք ինձ չքվեարկեք, եթե իմ օգտին դուք չքվեարկեք, վաղը Ադրբեջանը Հայաստանի դեմ կռիվ պիտի սկսի։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է վերջին շրջանում քննարկվող անվանումների եւ խորհրդանշական հարցերի շուրջ ձևավորված բանավեճերին։ Նա նշել է, որ երբ սկսվել է Արարատ լեռան շուրջ քննարկումը, իր մոտ հարց է առաջացել։ Մալաթիա Սեբաստիա անվանումը եւս կարող է ընկալվել որպես տարածաշրջանային ենթատեքստ ունեցող անվանում եւ այդ անունը արդյոք պահպանվելու է, թե հետագայում հնարավոր է փոխվի։ Միգուցե նաև Մալաթիա Սեբաստիա համայնքը կոնֆլիկտացին համայնք է, ինչպես ասում է Փաշինյանը Թուրքիայի համար։ Հիմա ինչ անենք։ Քոչենք ստղից, թե քոչացնենք ինչ որ մեկին։ Այս հարցը ոնց է լուծվելու դուք պետք է ասեք։ Մարդ ով ուզում է այս ամենը փոխել, Հայաստանում տեղ չպետք է ունենա։ Անվտանգության եւ ուժեղ պետության գաղափարով է քարոզարշավը շարունակում նաեւ ուժեղ Հայաստանը։ Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող քաղաքական ուժը քարոզարշավի ընթացքում շեշտը դնում է ուժեղ պետություն գաղափարի վրա, խոսելով անվտանգությունից, տեխնոլոգիական բանակից եւ ապագայի Հայաստանի մասին։ Մենք ուզենք որ բոլոր թաղերում ասված դրենք, որովհետև որ մենք մեկ դասի, այսքան ցեղալ ենք մեր ֆոնդի դառնում։
Կարևոր տեղ է Բաղրատաշենը տնտեսական առումով։ Ձեր շրջանում ունի մի հատ խնդիր։ Դա մթերման խնդիրն է։ Գյուղացիները արտադրում են, գյուղացիները բերքը կարան այգում ստանան, բայց վաճառքի տեղ չունենան։ Ինչ է մթերման կայանը։ Գյուղացու հետ տարվա սկզբից կնքում է պայմանակիր, որով դուք կարող եք երաշխավորված ձեր ապրանքը, ձեր բերքը վաճառեք մթերման կայանին։ Ու հնարավորություն եք ունենում էլ նոր բան չկա։ Պետությունն է երաշխավորը, որ դուք լավ գնով առախելու եք այդ ապրանքը։ Լավ, մենք ո՞նց կապրենք, Իսկ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժի հերթական քարոզչական տեսանյութը նկարահանվել է Հատիսի գագաթին, որտեղ շարունակվում են Քրիստոսի մոնումենտալ արձան համալիրի կառուցման աշխատանքները։ Հատիսի ստորոտը մարդաշատ է։ Ամենագնացները կազմ ու պատրաստ սպասում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպումներ է ունեցել նաև Շենգավիթ վարչական շրջանում։ Նա հայտարարել է, որ ընտրությունից հետո խոստանում է հավասար պայմաններ բոլոր քաղաքացիների համար, առանց այսպես ասած ծանոթի գործոնի։ Սպասեք 7-ից հետո լավ փոփոխությունների, որ կարող են բոլորն էլ գումար աշխատել, գործ ունենալ, փոքր ու միջին բիզնես հիմնեն։ Դա ոչ թե անկախ ամեն ինչից։ Պետք է սպասեն մեծ փոփոխությունների, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հատկապես երիտասարդներն են ոգևորված։ Մեր ապագան, մեր երիտասարդներն իրար սավը տանեն։ Պետք է իրենց կողքը կանգնեն, հնարություն տանք, որ կարողանան իրենց նպատակները իրականացնել։ Պետք է արդարության սկզբունք լինի, պետք է աղբի ուժեղը, խելացին, արդյունավետը բան իմացը։ Շենգավիթում էր նաև իշխող ուժը, սակայն այս հանդիպումից ամենակննարկվողը ոչ թե ելույթներն էին, այլ այն կադրերը, որտեղ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, չնկատելով Փաշինյանի վրա ամրացված բարձրախոսը, ինչ-որ բան է փսփսում նրա ականջին։ Իդեպ ԱԳՆ նախարարը լռում է միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը ցույց էր տալիս իրեն ամրացված բարձրախոսը։ Welcoming text ակնհայտ խոսնակի կոմենտ։ Եթե չեք հասկացել ինչ է ասել երկրի գլխավոր դիվանագետը, ապա ասեմ, որ նա շշնջացել է։ Մեջբերում եմ։ Թուրքերն այսօր բացում են։ Հիշում եք կոդերը։ Մեջբերման ավարտ։ Տեսանյութը շատ արագ տարածվել է համացանցում, առաջացնելով ակտիվ քննարկումներ ու տարբեր մեկնաբանություններ։ Ավելի ուշ Փաշինյանը փորձել է պարզաբանել, թե ինչ է շշնջում ԱԳՆ նախարարը իր ականջին։ Նկատի ուներ, որ մենք մինչև հիմա Թուրքիայից ապրանքներ արտահանելու համար պետքա դա չէր կարող, որովհետև ապրանքը երբ որ առնում ենք որևէ երկրից եւ արտահանում ենք ուղիղ որևէ տեղ, պետքա նշվի բանի երկիրը, հասցեատեր, առաքման երկիրը։ Նախկինում օրենսդրությամբ իրանց կարգավորումներով Հայաստանը երկրների ցանկում չկար եւ ձևակերպվում էր երրորդ երկիր նոր արտահանում էր Հայաստան։ Այսինքն գիտեք, որ Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կա եւ դա լրացուցիչ, այսինքն տանում են ուրիշ երկիր, ձևակերպում են, նոր են բերում։ Հիմա իրանք ձևակերպում են, որ ցանկում ուղիղ կարողանան ոչ թե ուղիղ ֆիզիկապես, այլ որպես բանի երկիր, առաքման երկիր Հայաստանը նշվի։ Հետաքրքիր է, որ Արարատ Միրզոյանը այս դեպքը մեկնաբանելիս ծիծաղում է։ Կարծես իրավիճակը փրկելու համար լսում է լրագրողների հարցերը, որպեսզի հասկանա, ինչ կարող է ընկալել հասարակությունը այս մի քանի բառը լսելուց հետո։ Բայց ինչ որ լինում է հանրային ասում ենք, չէ՞, եթե մի բան դեռ ինչ-որ քննարկման փուլում է, դեռ հանրայնացնելու կարիք չկա, ասենք, որ ինչ է լինի։ Մի փոքր հանրայնացնել։ Դե լրիվ չի լսվել, չէ՞։ Ասենք թուրքերը բացում են, ինչն են բացում։ Բացեն կհասկանանք։ Սահմանն են բացում։
Եվ մեզնից էլ մեծ սերն են ստանում։ Այդ էլ ալինելու մի օր իհարկե վստահ եմ, որովհետև մեր երկխոսությունը այս անգամ խոսքը մի փոքր այլ բանի մասին է։ Դեռ չեք բացահայտում թե ինչ։ Դե հենց որ բացահայտելու պահը գա, կասեմ էլի հանրային։ Երկաթգծի հետ է կապ։ Լավ բաների մասին է խոսքը եւ այսուհետ միշտ լավ բաների մասին է խոսքը լինելու։ Ուրիշ։ Դե ասեցի չէ որ երբ որ պահը լինի բացահայտ հանրային ասելու։ Երրորդ երկրների Չէ, Ժորժ ջան։ Մի քիչ շատ եք խորացել ինձ թվում է։ Միաժամանակ ՀՊԻ քարոզարշավի 5-րդ օրը լարված մթնոլորտում է անցել։ Երևանի տարբեր վարչական շրջաններում փողոցային ջերմ ընդունելություններին զուգահեռ քաղաքացիների դժգոհությունն ու բողոքի ձայները ուղեկցել են Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին։ Ինչ է կատարվել երևանյան փողոցներում Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Քարոզարշավի 5-րդ օրն է։ Փողոցից փողոց, ավտոբուսից ավտոբուս են տեղափոխվում քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Բայց հավաքում եք, չեք տալի։ Գրկախառնությունների, ողջույնների ու ջերմընդունելության հակառակ կողմում պատկերն այլ է։ Դժգոհ են Հայաստանի քաղաքացիները։ ԿՊ-ն չի արդարացել նրանց սպասումները։ Երբ որ ձեր փակալում էին։ Հա։ Ինձ էլ շատ մոտ էի, կանգնած ձեռքը ջարդել էին։ Լուրջ։ Այո։ Ես ձեռքը ջարդացել ձեր գալսի ձեր թերին։ Սա ասում նրա համար որտեղ հավատում եք ձեզ ու ձեր իշխանությանը։ Հիմա այդ պահ զգում եմ որ պետք է իշխանությունը հեռանար։ Հիմա նույնը ձեզ եմ ուզում ասեմ։ 2018 թվականին Փաշինյանին պաշտպանելիս ձեռքը կոտրած քաղաքացին Փաշինյանին հեռանալու կոչ է արել քարոզարշավի ժամանակ։ Հետո հերթով ներկայացրել պատճառները։ Արցախի կորուստ 5000 տղաների կյանք խլած պատերազմ։ Չէր հասցրել ավարտել քաղաքացին իր խոսքը, երբ Փաշինյանը հունից դուրս եկավ։ Մի րոպե։ Եվ այն որ դուք եկել եք վարչապետի դիմաց կանգնել եք, այդ ասում եք, այդ նշանակում է որ մենք պետություն ունենք, անկախություն ու ժողովրդավարություն, որովհետև եթե 15 տարի առաջ ասեիք, հիմա զուգարանում ձեզ զղկելով սպանում էին, այ հենց հիմա։ Ժողովրդավարության մասին բղավելուց րոպեներ անց մեկ այլ միջադեպ գրանցվեց։ Ոստիկանները ուժի կիրառմամբ ձերբակալեցին Նիկոլ Դավաճան վանկարկող քաղաքացուն։ Չես լսում։ Նիկոլ Դավաճան։ Ինքը չի փախչում, հասկանում ես։ Ապե։ Լեթո։ Ապե կադել հանի մտե բագի։ Կհանես կադել։ Դե արի հանի։ Ով չմտնի մուսորը։ Ասում ով չհանի, ով չմտնի մուսորը։ Այ դերս կապտա։ Շենգավիթ վարչական շրջանում ԿՊ-ի համար անակնկալներն այսքանով չավարտվեցին։ Բնակիչները դժգոհ են նաև Երևանի քաղաքապետից ու քարոզարշավի ժամանակ ասացին այդ մասին։ Դու քաղաքապետ ես, այսպես Դու հանգիստ մի հատ տոները տիչա։ Շենչի արտաշնչի։ Ես մատ հանգստան։ Ջուրը մոտ։ Ջուր տվեք Հանգստան։ Ես վիճակի չեմ ուզել։ Հասկացանք մի տարապի հանգստացին, ջուրը խմի։ Ոտքով շրջելուց հետո ուրախ ավտոբուսի ուղևորները նստեցին հանրային ավտոբուս։ Քարտեզ էին բաժանում քաղաքացիներին, բայց բոլորին չէ, որ դուր է գալիս Հայաստանի նոր քարտեզը։ Օրավարտին ԿՊ-ն ամփոփեց քարոզարշավի 5-րդ օրը։ Քաղաքացիների հետ հանդիպումներից հետո անցավ կոպիտ խոսույթի։ Այս անգամ թիրախը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էր։ Աբովյանում, Արինջում, գլուխներդ պատին կտակ, չոքցրած բոլորիդ բերելու եք պատասխանատվության։ Ծառուկյան Գագիկ, լեզուտ երկար էլ, ես քեզ ասում եմ, լակոտիդ, Բելարուսից վզից բռնած բերելու եք և բերելու եք դրել պատասխանատվության։ Ի պատասխան Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը ծիծաղել է, ասում է, չի գցելու իր կլասն ու պատասխանի նրան։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Մինչ քաղաքական ուժերը շարունակում են ակտիվ պայքարը, նախընտրական օրակարգի գլխավոր թեման շարունակում է մնալ անվտանգությունը։ Պատերազմից հետո կուսակցությունները փորձում են ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում Հայաստանի պաշտպանությունը, բանակն ու խաղաղության հասնելու ճանապարհը։ Ինչ անվտանգային մոդելներ են առաջարկում քաղաքական ուժերը, ինչպիսի բանակ են խոստանում կառուցել և ում հետ են տեսնում Հայաստանի ապագա գործակցությունը, ռեպորտաժում։
Բանակի վերակազմավորում, դաշնակիցների ընտրություն, արտաքին քաղաքական հենարան, սահմանների անվտանգություն, պրոֆեսիոնալ բանակ եւ խաղաղության խոստումներ։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընթരാճ քաղաքական ուժերը ներկայացնում են անվտանգության ու արտաքին քաղաքականության իրենց տեսլականը։ Պատերազմից հետո ձևավորված նոր իրականության պայմաններում քաղաքական հիմնական դերակատարները տարբեր պատկերացումներ ունեն, ինչպես կանխել նոր պատերազմը, ինչպիսի բանակ կառուցել եւ ինչ դաշնակիցների վրա հենվել։ Իշխող քաղաքացիական պայմանագիրն առաջնային է համարում խաղաղության օրակարգը։ Նշում է, որ իրենց մեծագույն առաքելությունը կատարել են, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Անվտանգության մասին բլոկում հիշատակվում է միայն այդ խաղաղությունը, Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի շարունակությունը եւ TRIP նախագծի իրականացումը։ Խոստանում են հավասարակշռված արտաքին քաղաքականություն, կարևորելով հարաբերությունների զարգացումը հարևան երկրների հետ։ Իշխանությունը հայտարարում է, որ շարունակելու է բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, խորացնելով հարաբերությունները Միացյալ Նահանգների, Եվրամիության, Չինաստանի, Հնդկաստանի եւ Մերձավոր Արևելքի երկրների հետ, միաժամանակ պահպանելով, ինչպես իրենք են ձևակերպում, կառուցողական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Առանձին անդրադարձ է արվում ԵՄ-ի հետ հարաբերություններին։ Հայաստան դաշինքի ծրագիրը սկսվում է պաշտպանված Հայաստան վերտառությամբ։ Դաշինքի անդամները կարևորում են բանակը, դրա արդիականացումը, տեխնոլոգիական վերազինումը։ Խոսում են ռազմարդյունաբերության թռիչքի, զինվորական պատվո փաթեթների, մարտունակ պահեստազորի եւ տարածքային պաշտպանության անհրաժեշտության մասին։ Այդ դրույթները ԿՊ-ի ծրագրում բացակայում են։ Արտաքին քաղաքականության մասին խոսելիս Հայաստան դաշինքի ծրագրում հիշատակվում է ՀԱՊԿ եւ BRICS-ը։ Գործընկերային հարաբերություններ են ակնկալում ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ։ Անվտանգության հարցում սեփական մոտեցումներն է ներկայացնում նաև ուժեղ Հայաստանը։ Կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը լեգենդար հետախույզ պատերազմի հերոս Արթուր Ավանեսյանն է, Կանդազը։ Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող քաղաքական ուժը խոսում է ուժեղ Հայաստան հայեցակարգի մասին, պնդելով, որ խաղաղությունը հնարավոր է միայն հզոր եւ տեխնոլոգիական բանակի առկայության դեպքում։ Խոստանում են ներդնել խելացի սահմաններ, համալիր համակարգը, որն իրենից ներկայացնում է արհեստական բանականության հիման վրա սենսորային ցանցեր եւ ինքնավար հարվածային միջոցներ։ Խոստանում են նաև ստեղծել ռազմական հետախուզության եւ կանխատեսման համակարգ սպառնալիքները վաղ փուլում հայտնաբերելու նպատակով։ Ցանկանում են արդյունաբերական համալիրների ստեղծում եւ հոբ համակարգի այնպիսի զարգացում, որի շնորհիվ Հայաստանի երկինքը կլինի ամբողջովին պաշտպանված։ Դիվանագիտության ոլորտում ուժեղ Հայաստանը խոստանում է բերել ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն եւ բացառում է զիջումային քաղաքականությունը։ Իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առաջարկում է քաղաքականություն, որի առանցքային սկզբունքն է տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը, քաղաքական, ռազմական եւ տնտեսական հարթություններում որպես հակամարտությունների կանխարգելման եւ երկարաժամկետ կայունության ապահովման հիմք։ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը հայտարարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականության մասին, Ռուսաստանն ու Իրանը դիտարկելով որպես տարածաշրջանային անվտանգության հիմնական գործընկերներ, իսկ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը տնտեսական եւ տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ կարևոր գործընկերներ։ Ծրագրում նշվում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների փուլային կարգավորման, Վրաստանի հետ ենթակառուցվածքային գործակցության եւ Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, բայց առանց զիջումների։ Միաժամանակ շեշտվում է ռազմագերիների վերադարձի, Արցախի հայության իրավունքների պաշտպանության եւ արտաքին ճնշումներից անկախ որոշումների կարեւորությունը։ Սակայն այս առումով անվտանգության հարցը խնդրահարույց է Սյունիքում։ Անվտանգային խնդիրներ, արտագաղթ, դպրոցների փակման վտանգ եւ տնտեսական անորոշություն։ Ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքը կանգնած է ժողովրդագրական լուրջ մարտահրավերների առաջ։ Վերջին տարիներին մարզի բնակչությունը կտրուկ նվազել է։ Ինչու է Սյունիքի բնակչությունը վերջին տարիներին կտրուկ նվազել, ինչպես են անվտանգային խնդիրները խթանում արտագաղթը, որ համայնքներն են ամենաշատը տուժել բնակչության արտահոսքից, ինչ դեր ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Սյունիքի սոցիալական եւ տնտեսական կյանքում, Սեդակ Յուրեխյանի ռեպորտաժում։ 20,000 հոգով նվազել է Սյունիքի բնակչությունը, 2022-ի 134 հազարից հասնելով 114-ից 116 հազարի։ Բնակչության ամենամեծ հատվածն արտահոսել է Կապանի շրջանից, շուրջ 22%։ Նվազման միտումը կա դեռ 2018 թվականից, 138, 137, 134, ապա կտրուկ 114 հազար։ Մեկ տարում նման կտրուկ արտագաղթի պատճառը ջերմուկի դեպքերն են եւ անվտանգային խնդիրները։
Սյունեցի падգամավորն է բարձրաձայնում. Ադրբեջանական զորքերը գտնվում են մեր երկրի տարածքում։ Այսօր Հայաստանում բնակավայրեր կան, որոնցից Կապանը այդ քաղաքներից մեկն է, որտեղ ադրբեջանական զորքը մեր սուվերեն տարածքներում է։ Ոչ միայն ադրբեջանական դրոշը դրված է օդանավականին անմիջապես կպած հատվածում, այլ նաև ներքին հանդում օրինակ գերեզմաներն են օկուպացրել։ Սյունեցիներին պահում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հենց կոմբինատի շնորհիվ է, որ Սյունիքն աղքատության ամենացածր մակարդակն ունեցող մարզն է։ Հիմնական աշխատատեղերը ավելի քան 4600 հենց կոմբինատն է ապահովում։ Յուրաքանչյուր ռիսկ կարող է ժողովրդագրական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել ռազմավարական նշանակություն ունեցող այս մարզը։ Իսկ այդ ռիսկերը քիչ չեն։ Ադրբեջանը շատ հետևողականորեն, շատ սիստեմատիկ կերպով տարիներ շարունակ թիրախավորում է Հայաստանում հանքարդյունաբերությունը եւ նաեւ այդ թվում հենց Զանգեզուրի կոմբինատի գործունեությունը։ Այդ թիրախավորումը իրականացվում է տարատեսակ հիբրիդային մեխանիզմներով, ընդհանուր նույնիսկ Հայաստանում ինչ որ բնապահպան կամ այսպես կոչված բնապահպան գաստրոլյորների որոշակի ակտիվությամբ, պարբերական ակտիվությամբ։ Դա բավական չէ, Սյունիքում փակվում է եւս 50 դպրոց։ Այլ դպրոցների հետ են միավորում։ Սահմանամերձ Դավիթ Բեկը, որի բնակչությունը մոտ 700 է, Կապան համայնքի ամենաշատ բնակչությունն ունեցող գյուղն է։ Դպրոցում մոտ 50 աշակերտ է սովորում եւ Սյունեցի падգամավորի խոսքով այս ու մյուս դպրոցների փակումը խիստ բացասաբար է ազդելու դեմոգրաֆիական վիճակի վրա։ Դպրոցի փակումը խուսափելիորեն բերում է նաեւ կենսագործունեության նվազեցման տվյալ գյուղում եւ բազմաթիվ մարդիկ կարող է ցանկանան նույնիսկ գյուղից դուրս գալ։ Հետեւաբար անվտանգային գործոն դրան գումարվում է արդեն դպրոցների փակման գործոնը եւ ստացվում է այն իրավիճակը, որ արդեն արտացոլված է պաշտոնական վիճակագրության մեջ։ Այդուհանդերձ սյունեցիները չեն ցանկանում լքել գյուղերը։ Սահմանամերձ գյուղերից յուրաքանչյուրում Արծվանիկ, Դավիթ Բեկ, Ծավ, Եղվարդ, Ճակատեն 200-ից 600 քաղաքացի է բնակվում։ Դա պայմանավորված է ոչ միայն հանքարդյունաբերությամբ։ Գյուղացիների հետ շփման ժամանակ մարդիկ չեն ուզում դուրս գալ իրենց գյուղերից, չեն ուզում դուրս գալ։ Ուզում են մնալ, տրամադրված են, որտեղ իրենց հողն է, իրենք պետք է պահեն, հողը ի վերջո սահմանամերձ բնակավայրերը կարելի է պահել, եթե այնտեղ այնպիսի պայմաններ է ստեղծում, որ մարդիկ ցանկանան այնտեղ ապրել։ Դպրոցների փակումը, թրիփի հնարավոր գործարկումը, պղնձամոլիբդենային կոմբինատի որոշ խնդիրներ նվազեցնում են բնակիչների Սյունիքում ապրելու ցանկությունը։ Երբեմնի ամենախոշոր հարկատուն երկրորդ տարին անընդմեջ հարկատուների ցանկում երրորդն է։ Գործարանի ղեկավարությունն ամիսներ առաջ էր բարձրաձայնել հանքային ռեսուրսների ուղղությամբ ներդրումների կարիք կա։ Եթե Հայաստանը այսօր հապաղի այդ հարցում, ապա 10 տարի անց գուցե մենք անգամ կանգնենք հանքարդյունաբերության կորստի ռիսկի առաջ։ Եվ ինձ հետաքրքիր է շատ ավելի, թե օրինակ այդ բարձրաձայնում այդ մտահոգությունը, որ բարձրաձայնվեց այդ կարևորագույն կոմբինատի ղեկավարության շուրթերից, ինչ շուրթադրության արժանացավ Հայաստանի կառավարության մոտ, արդյոք դա իսկապես դարձավ քննարկման առարկա։ Կոմբինատի մամուլի բաժնից նշեցին, սա մեկն էր բարձրաձայնված մի քանի խնդիրներից։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ֆորումի ընթացքում խոստացան 2027-ին երկրաբանահետախուզական ծառայություն ստեղծել։ Երկրաբանական ծառայությունը, որը ստեղծվելու է, երկրաբանական ծառայությունը լինելու է ի թիվս այլ գործառույթների, նաեւ լինելու է պատվիրատու ռեգիոնալ ուսումնասիրություններ իրականացնելու, որը հնարավորություն կտա նոր պաշարներ հայտնաբերել պետության նախաձեռնությամբ, պետության ֆինանսավորմամբ։ Այսպիսով Սյունիքի բնակչությունը չնայած վերջին 2 տարում որոշակի աճման միտում ունի, 114,000-ից հասել է 116,000-ի, այդուհանդերձ 2022-ից 23-ի կտրուկ շուրջ 20,000-ով նվազումը զրուցակիցներից կարծիքով դժվար թե հաջորդող 8 տարում հնարավոր լինի կոմպենսացնել։ Անհրաժեշտ են լուրջ ներդրումներ ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային ոլորտներում։ Սեդար Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ներքին քաղաքական թեմաներին զուգահեռ շարունակվում են նաև արտաքին քաղաքական քննարկումները։ Մոսկվայում դեռ արձագանքում են Երևանում անցկացված ԵՄ Հայաստան գագաթնաժողովին ու այստեղ հնչած հայտարարություններին։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Միխայել Կալուգինի խոսքով Հայաստանը կարծես ուշադրություն չի դարձրել Վլադիմիր Զելենսկիի հակառուսական հայտարարություններին։ Իհարկե, Մոսկվան նկատել է Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան, որը հստակորեն ոգեշնչված էր Բրյուսելով, եւ նրա հակառուսական նողկալի հարձակումները, որոնք հայ հյուրընկալողները մանրակրկտորեն անտեսել են։
Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքում արված հայտարարությունում նշվում է 2.5 միլիարդ եվրո թիվը Հայաստանում հնարավոր ներդրումների համար։ Սա ճիշտ նույն փողն է, որը ԵՄ-ն խոստացել էր մի քանի տարի առաջ, բայց այդ ամբողջ ընթացքում չի կարողացել ապահովել։ Այլ կերպ ասած, եվրոպացիները փորձում են վաճառել գոյություն չունեցող մի բան եւ ոչ առաջին անգամ։ Ռուս պաշտոնյան նաև նշել է, որ Եվրամիությունը իր կարծիքով դեռևս չի առաջարկում անվտանգության և տնտեսական կայունության այնպիսի գործիքներ, որոնք կարող են լիարժեք այլընտրանք լինել Հայաստանի համար։ Բրյուսելի շահագրգռվածությունը ոչ թե Հայաստանի կամ Հարավային Կովկասի երկրների մասին հոգ տանելն է, այլ առաջին հերթին իր սեփական աշխարհաքաղաքական նպատակների լուծումը, որոնք այսօր կենտրոնացած են Ռուսաստանի հետ բախման վրա։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵՄ-ն փորձում շահագործել Հայաստանում կայանալիք խորհրդարանի ընտրությունն այս նպատակով։ Հանրապետությունում արդեն տեղակայվել են երկու առաքելություններ նման Մոլդովայում ընտրարշավների ժամանակ տեղակայվածներին։ Չնայած այդ քննադատություններին, Հայաստանի իշխանությունը շարունակում է խոսել եվրոպական ուղղության մասին։ Փորձագետները սակայն հիշեցնում են, ԵՄ անդամակցության ճանապարհը երկար է, բարդ և լի քաղաքական հակասություններով։ Ինչպիսի փորձ ունեն Ուկրաինան, Վրաստանն ու Թուրքիան և ինչ փուլում են այսօր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Եվրոպական ուղղության մասին խոսույթը Հայաստանի իշխանության քաղաքական օրակարգում վերջին տարիներին ավելի հաճախ է հնչում։ Բրյուսելի հետ ակտիվ շփումներ, նոր գործակցային ծրագրեր, եվրոպական ինտեգրման վերաբերյալ հայտարարություններ, բայց որքանով է իրական Հայաստանի Եվրամիության անդամակցության հեռանկարը, երբ այդ ճանապարհին արդեն տասնամյակներ շարունակ սպասող երկրներ կան։ Իսկ ով ասաց, որ Հայաստանի իշխանությունը վստահ է, որ Եվրամիության անդամ է դառնալու եւ ընդհանրապես ես կարծում եմ պարզապես տպավորություն է, թե Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Եվրամիություն թե ԵԱՏՄ։ Իհարկե, բավական լայն տարածված է այդ հարցադրումը մեդիա փորձագիտական միջավայրում, բայց իրական քաղաքականության ռեժիմում ոչ Երևանն է այսպես համոզված կամ հավատացած, որ դառնալու է Եվրամիության անդամ, եւ ոչ էլ կա ընդհանրապես այդպիսի խնդիր։ Հայաստանը 2021 թվականից փոքր քայլերով փորձում է մոտենալ Եվրամիությանը, սակայն փորձագետների կարծիքով այդ ճանապարհը ոչ միայն չափազանց երկար է, այլև այս պահին գործնական հեռանկար չկա։ Նրանք ընդգծում են, ԵՄ անդամակցությունը քաղաքական հայտարարություններով չի սկսվում եւ առավել եւս արագ չի ավարտվում։ Որպես օրինակ մատնանշում են Վրաստանն ու Ուկրաինան, հիշեցնելով, թե ինչ մարտահրավերների առաջ կանգնեցին այդ երկրները եվրոպական ուղղությունը ընտրելուց հետո։ Մեր տարածաշրջանը, մասնավորապես Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, բոլոր դերակատարներին հետաքրքիր է իր ամբողջության մեջ։ Առանձին վերցրած այս երկրները որևէ առանձին մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում ոչ Ռուսաստանի համար, ոչ Արևմուտքի համար։ Եվրամիության անդամ դառնալու երկար ճանապարհ է անցել նաև Թուրքիան։ Անկարան շուրջ 3 տասնամյակ սպասեց անդամակցության գործընթացի առաջխաղացմանը, սակայն ի վերջո այն փաստացի սառեցվեց։ Եթե Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան չեն լինում Եվրոպական միության անդամ, ապա Հայաստանը ուղղակի կտրված է լինում, իմիջայլոց ԵԱՏՄ համատեքստում ենք սրա մասին բազմիցս խոսել ենք, բազմիցս նշել ենք, թե ինչպիսի վատ իրավիճակ է Հայաստանի համար, թե աշխարհագրական առումով, թե լոգիստիկ առումով, իսկ Եվրոպական միությունը ես չեմ կարծում, որ կգնա նույն ճանապարհով, ինչ ճանապարհով գնաց ԵԱՏՄ-ն եւ կվերցնի այսպես կղզիացված պետություն որպես իր լիիրավ անդամ։ Վերադառնալով Հայաստանին, այսօր մեր երկիրը դեռ նույնիսկ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ չունի։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների իրավական հիմքը շարունակում է մնալ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Իսկ անդամակցության գործընթացի մասին պաշտոնական խոսք առայժմ չկա։ Այդուհանդերձ հայկական կողմը դեռ 2024 թվականին հայտարարեց, որ պատրաստ է անդամակցել Եվրամիությանը։ Մենք հայտարարել ենք քաղաքական կամքը ամենաբարձր մակարդակով։ Հայաստանը պատրաստ է դառնալ ԵՄ անդամ։ Հիմա սպասում ենք մյուս կողմի արձագանքին։ Եթե Հայաստանը ընդունվի ԵՄ, մենք ուրախ կլինենք։ Եթե չընդունվի, միևնույն է, մենք շահած կլինենք, որովհետև Հայաստանը կլինի եվրոպական չափանիշներին համապատասխան երկիր։ Փորձագետները նկատում են Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը Եվրամիության համար դիտարկվում են ոչ թե առանձին, այլ տարածաշրջանային համատեքստում։ Եվ այստեղ առաջանում է գլխավոր հարցը. եթե
տասնյակ տարիներ բանակցություններ վարող երկրները դեռևս ԵՄ դռան առջև են, ինչու հենց Հայաստանին պետք է հաջողվի ավելի արագ անցնել այդ ճանապարհը։ Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ թեման առավել արդյունավետ կապիտալիզացնել նաև քարոզչական դաշտում, ձգտելով ձայներին տեր կանգնել, որոնք հակված են դեպի Եվրամիություն եւ որոնք ակնկալում են, այսպես ասած, արևմտամետ կուրս այս իշխանությունից։ Իսկ ԵՄ-ն այսօր պատրաստ է արդյոք ընդլայնել իր կազմը, կամ Հայաստանը պատրաստ է այսպիսի խորքային փոփոխությունների, որոնք պահանջվում են անդամակցության համար, դատական համակարգից մինչև տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխումներ։ Եվ ամենակարևորը, Հայաստանի եվրոպական օրակարգը ռազմավարական ու երկարաժամկետ ծրագիր է, թե այս պահին ավելի շատ քաղաքական ուղերձ ուղղված այլ ուժային կենտրոնների։ Սեդա Մակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իդեպ Երևանում անցկացված եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո հանրությունը շարունակում է քննարկել ոչ միայն պաշտոնական հանդիպումները, այլ նաև կուլիսային դրվագները։ Երբեմն հենց տեսախցիկներից դուրս մնացած պահերն են ավելի մեծ հետաքրքրություն առաջացնում մարդկանց մոտ։ Ինչ հետաքրքիր պատմություններ են մնացել պաշտոնական արարողություններից դուրս, Աննա Սարգսյանի ռեպորտաժում։ Խնձոր կայս, այստեղ։ Այո։ Շատ հետաքրքիր համերի համադրությունը։ Շատ արտահայտիչ է դարչինի համը։ Իրականում այս պատմությունը ուտելիքի մասին չէ, սա պարզապես առիթ էր հասկանալու, թե օրինակ ինչ են նախընտրում Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի նախագահները պաշտոնական արարողություններից, քաղաքականությունից ու դահլիճներից դուրս հասարակ սեղանի շուրջ։ Երբևէ կմտածեիք, որ Պուտինի սիրելի ուտեստը հայկական ավելուկով ճաշն է։ Ժակ Շիրակը սիրում էր հորթի գլուխ, Ելցինը հայկական լոբի։ Նազարբաևի համար ասում են կարևոր չէր ինչ է մատուցված, կարևորը Արտուշի մոտ պատրաստված լիներ։ Ինձ չեն ուղեկցում անվտանգության աշխատակիցներ, տեսախցիկները չեն փորձում էքսկլյուզիվ կադրեր ստանալ, ոչ էլ ինձ հետ նկարվելու համար հերթեր են կանգնել։ Բայց փողոցի այս հատվածը եւ այս ռեստորանի մուտքը նման տեսարաններ շատ են տեսել։ Որովհետև տարիներ շարունակ աշխարհի ղեկավարներն ու աշխարհահռչակ այլ դեմքեր գալիս են հենց այստեղ, Արտուշի մոտ։ Այս ռեստորանի առաջին արտասահմանցի նախագահը եղել է Բորիս Ելցինը, հետո եկել են նաև Պուտինը, Մեդվեդևը, Լուկաշենկոն, Կուչման, նաև Լեհաստանի, Լիբանանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի նախագահները։ Այս գողտրիկ ռեստորանն ընդունել է մոտ 20 երկրի նախագահի, վարչապետի, աշխարհահռչակ դերասանների ու երգիչների։ Իսկ ինչպես Երևանի այս փոքրիկ ռեստորանը դարձավ հետխորհրդային ու համաշխարհային քաղաքական դեմքերի համատեղ կանգառը։ Ռեստորանատերն ասում է, գաղտնիքը բացառապես որակյալ սնունդն է։ Մինչև վերջ ապսենել է դադարկայը։ Օրինակ, Բորիս Ելցինին ընդունելուց առաջ երկար մտածել են, ինչով զարմացնել Ռուսաստանի նախագահին։ Ասում են, ստացվեց։ Հայկական լոբով ճաշը նրանց դարձյալ բերեց նույն հասցե։ Պերվին տվեցի Գորիսի լոբի, ամպիր պոպոկով։ Ելցինի կնոջը հայկական լոբին այնքան էր դուր եկել, որ նույնիսկ բաղադրատոմսն էր խնդրել։ Բայց Բաբայանն ասում է, այդ համը միայն բաղադրատոմսով չի ստացվի։ Շատ լավ կիներ, շատ լավ գիտեր կուխնյան, ավելի լավ քան մի քանի մարդիկ կարամ ասեմ։ Ես զարմացած մնացի, որ ինչքան լավ գիտի ինքը խոհանոցը։ Եվ ես բացատրեցի, որ իրանք այդ լոբին չունեն իրանց մոտ։ Բացատրեցի, որ իրանք այդ ջուրը չունեն մեր ջուրը։ Եվ ամենակարևորը ասեցի, որ այդ ձեռքերը չունեն իրանք։ Բայց ասեցի ձեզ, երբ որ պետք լինի, մենք որպես ասի շատ հարազատ երկրներ իրար հարգող, սիրող, ես ասի ձեզ լոբի էլ կբերեմ, պետք կլի կգանք ձեր մոտ այդ բլյուդը
կաշխատացնենք։ Իսկ այդ Ծիրանով տոլմա համտեսելու բախտը ոչ բոլորին է վիճակվել, բայց տպավորել է Վլադիմիր Պուտինին։ Առաջի անգամ տվեցի Ծիրանի տոլմա աշխարհում, ես տվեցի նոր միջուկ ստեղծելով։ Մենք ունենք սպիտակ սորտի ծիրանը, որը մուրաբա են կեփում, եւ ես այդ սպիտակ սորտի ծիրանը, որը մուրաբա են կեփում, մի քիչ լավ հաստ պատեր ունի, ես արեցի Ծիրանի տոլմա։ Թեպետ ամենից շատ Ռուսաստանի նախագահը սիրում է հայկական ավելուկով ճաշը։ Խոհարարներն ասում են, հենց ավելուկով են ամենից հաճախ հմայում հյուրերին։ Իրանք չեն իմանում ինչա, պետք է այդ բույսի անունը մենք թարգման ենք։ Թարգմանում ասում ենք, նո կոնսկի շավելա կոչվում ավելուկը։ Իրանք ոնց իրաց մոտ էլ աճում, բայց իրանք չեն օգտագործում, չէ՞ դա։ Մեր լեռնաշխարհին ուրիշ է, իրանց ուրիշ է։ Իսկ նման հյուրերի դեպքում փորձում են զարմացնել, թե չսխալվել։ Զարմացնել, նախ հայկական խոհանոցը, օրինակ Վլադիմիր Պուտինը նա երբ որ գալիս էր, նա սիրում էր հայկական խոհանոցը։ Նա ասում էր ինձ տվեք տեղական ճաշատեսակներից եւ այլն եւ այլն։ Իսկ ասենք տենց եվրոպական սեղան չէինք դել, ճաշեր չէինք պատրաստում, զուտ տեղական։ Էլ ինչ հայկական սեղան, եթե այն համու հոտ չի տալիս նաև հարաբերություններին։ Հենց սեղանի շուրջ է սկսվել ու ջերմացել են Մեդվեդևի հետ հարաբերությունները։ Վերջի անգամ Սևանում մեր պրեզիդենտի դաչայում այնտեղ տվի պաշտոնական ճաշը, ինքը շատ գոհ էր, միշտ տենար, փաթաթվեր, համբյուրեր, բան, տենց ու ամենավերջում եկան գոհ էին, մնացեք կիննել էր հետը, մի շատ մեծ ծաղկեփունջ ասեց էսի կնոջդ բանարապետի տակ, ուղարկեց մեր Անահիտին, տենց լավ էր, հետո կինը առանձին եկավ իր անգերույների հետ, շատ ընտիր ձևով ես ընդունեցի, ու շատ գոհ գնացին իրանք, մի քանի էլ իրան ռեցեպտներ ես իրան նվեր տվեցի։ Արտուշ Բաբայանն իր հյուրերին հիշում է նախընտրած ուտեստներով, ոչ թե պաշտոններով։ Ես իմանալով կողքից լսելով, որ Ժակ Շիրակը սիրում է հորթի գլուխ, թունդիրում կախած, տենց եւ այլը, եւ ես դա արեցի իր համար։ Ինքը շատ էր ուրախացել, որ Աֆիցյանը մատուցողը բերեց պոտնոցներով, բանով բերեց, որ դրեն դեմը, ինքը զարմացած էր մնացել, թե Էսի ոնց իրանք ցես բան են տվել։ Իսկ երբ հիշում է Կոբզոնին, Բաբայանի ձայնը փոխվում է, ասում է լավ ընկեր էր։ Ինքը ստեղ ասիրել, միշտ տեղ էր հացուտում, որ գալիս էր իր տիկնոջետների հետ միասին։ Ամենասիրած իմ ընկերս մեզի ահավոր գնահատելա, մեզի ահավոր հարգելա ու մեր ազգին էլ հետը։ Հայկական համերի այս յուրահատուկ խորտկարանում պատերը շատ բան են տեսել ու լսել։ Լուսանկարները պատմում են տարբեր դարաշրջանների մասին։ Քուվեթի թագավորի աղջիկն է, որը որ եկել էր էքսկուրսիա Հայաստան, մեր ռեստորան եկավ, Գյորգի Բոսն է, իր պաշտոնական ճաշների մոտ, Կալինինգրադի գուբերնատորն է ինքը, մեր նախկին վարչապետն է Հայաստանի։ Նախագահները փոխվում են, պաշտոնները նույնպես։ Նույնն են մնում ռեստորանի տեղը, մարդիկ ու անմահական համերը։ Մեկ էլ Արտուշ Բաբայանի պահանջը, ասում է ինձ, պարոնով չդիմեք, տավարիշ ասեք։ Աննա Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Մերձավոր արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված, հատկապես Հորմուզի նեղուցի շուրջ զարգացումների ֆոնին։ Տարածաշրջանը կրկին դարձել է միջազգային ուշադրության կենտրոն։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Դոհայում հայտարարել է, որ Անկարան աջակցում է բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը։ Նրա խոսքով Թուրքիան դեմ է, որ նեղուցը օգտագործվի որպես քաղաքական կամ ռազմական ճնշման գործիք հակամարտող կողմերի համար։ Ֆիդանը նաև նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդավորված բանակցություններում որոշ հարցերի շուրջ կան համաձայնություն և կողմերը ընդհանուր առմամբ շահագրգռված են հակամարտության լուծմամբ։ Միևնույն ժամանակ Իրանից հնչում են հայտարարություններ գործողությունների ընդլայնման մասին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովային ուժերի փոխհրամանատարը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի գոտին ընդլայնվել է և այժմ այն դիտարկվում է որպես ավելի լայն օպերատիվ տարածք։ Ըստ իրանական կողմի, եթե նախկինում վերահսկողությունը հիմնականում սահմանափակվում էր առանձին կղզիների ափամերձ հատվածներով, ապա այժմ այն ընդգրկում է ավելի լայն տարածք։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ։ Բարի գիշեր։